Ողջույն բոլորին։ Այսօր կունենանք կարճ հոլովակ, որտեղ կբացատրեմ other եւ another բառերի տարբերության մասին։ Իրականում այս բառերը ունեն նույն նշանակությունը, նշանակում են ուրիշ, տարբեր, բայց օգտագործվում են մի փոքր տարբեր եղանակով։ Another-ը օգտագործվում է, երբ ուզում ենք ասել մեկ ուրիշ, այսինքն երբ խոսքը մեկ բանի մասին է գնում։ Իսկ other-ը օգտագործում ենք այն դեպքում, երբ ուզում ենք ասել ուրիշ կամ այլ, այսինքն խոսքը վերաբերում է մի քանի բանի մասին, այսինքն մեկից շատ բանի մասին է վերաբերում։ Եկեք օրինակ գրենք, որ ավելի հասկանալի լինի։ Գրենք նախ բանաձևը, another plus singular noun, այսինքն եզակի, singular, եզակի գոյական, another-ը օգտագործում ենք եզակի գոյականի հետ, օրինակ, ինձ տուր մեկ այլ հնարավորություն, մեկ հնարավորության մասին է խոսքը, չէ, ինձ տուր, give me, մեկ այլ հնարավորություն, another chance, give me another chance, իրականում another-ը օգտագործում ենք նաև այս կոնտեքստում, երբ ուզում ենք ասել, օրինակ, ես եւս մեկ սուրճ կխմեի, կամ ես եւս մեկ սուրճ եմ ուզում, I want another coffee, I want another coffee. Կամ ես գնում եմ այլ զգեստ, ես գնում եմ I buy այլ զգեստ, ուրիշ զգեստ, another dress, խոսքը գնում է նրա մասին, որ ես մեկ ուրիշ զգեստ եմ գնում, I buy another dress, եկեք սա բոլ տանենք, ինչ վերաբերում է other-ին, պետք է ավելացնենք հոգնակի գոյական, plural noun, օգտագործում ենք, երբ խոսում ենք ուրիշ բաների, այլ բաների մասին, օրինակ, ես ուրիշ գրքեր եմ հավանում, I like ուրիշ գրքեր, other books, խոսքը ոչ թե մեկ գրքի մասին է, եթե մեկ գրքի մասին լիներ, կասենք I like another book, բայց ես ուրիշ գրքեր եմ հավանում, I like other books, կամ մենք այցելում ենք այլ վայրեր, մենք այցելում ենք we visit, այլ վայրեր, other places, we visit other places, կամ նրանք ունեն այլ ծրագրեր, այլ պլաններ, նրանք ունեն, they have այլ պլաններ, other plans, they have other plans. Եկեք քանի other եւ another-ից է խոսակցությունը գնում, խոսենք նաև the other արտահայտությունից, ուրեմն the other-ը օգտագործում ենք այն դեպքում, երբ ուզում ենք ասել կոնկրետ մյուսը, ենթադրենք, երկու գիրք է դրված, ընկերս վերցնում է մի գիրքը, ասում է, որ հավանում է դա, իսկ ես հավանում եմ մյուսը, որ դրված է սեղանին, ես ասում եմ I like the other one, ես այն մյուսն եմ հավանում, հաստատի դա է նշանակում, այն մյուսը, կամ օրինակ, ես ունեմ երկու հեռախոս, I have two phones, մեկը նոր է, մյուսը հին է, մեկը նոր է, one is new, մյուսը, այսինքն այն մյուսը հին է, the other one is old, I have two phones, one is new, the other one is old, կամ օրինակ, ես ունեմ երկու զգեստ, I have two dresses,
Մեկը կարմիր է, այն մյուսը կապույտ է։ One is red, the other one is blue. One is red, the other one is blue. Հետո կարող ենք նաև օգտագործել others բառը, որը նշանակում է ուրիշները։ Սրա դեպքում գոյական չենք ավելացնում հետո։ Օրինակ, եթե ուզում ենք ասել, որոշ մարդիկ սիրում են սուրճ, ուրիշները կամ մյուսները սիրում են թեյ։ Այդ դեպքում պետք է ասենք some people, որոշ մարդիկ հավանում են սուրճ, like coffee, մյուսները հավանում են թեյ, others like tea։ Այսինքն հիշում եք, չէ, others-ից հետո էլ ինչ որ գոյական չենք ավելացնում։ Others like tea։ Կամ ես օգնում եմ ուրիշներին։ Ես օգնում եմ, I help ուրիշներին, others։ Տեսեք, կամ կարող ենք ասել I help other people, կամ էլ I help others։ Այսպիսի կարճ դաս ստացվեց, կարծում եմ այսպես ավելի էֆեկտիվ է, որովհետև նախ ձեր ուղեղն եմ քիչ ծանրաբեռնում եւ հետո ավելի հեշտ կգտնեք հոլովակները, թե որտեղ ինչի մասին եմ խոսել։ Եկեք արագ կրկնություն կազմենք։ Other, another։ Another նշանակում է մեկ ուրիշ, other նշանակում է ուրիշ կամ այլ։ Another օգտագործում ենք եզակի թվով գոյականի հետ, օրինակ, give me another chance։ I want another coffee. I buy another dress. Other-ը օգտագործում ենք օգնակի գոյականի հետ։ Օրինակ, I like other books. We visit other places. They have other plans. The other-ը նշանակում է կոնկրետ մյուսը։ Օրինակ, I have two phones. One is new, the other one is old. I have two dresses. One is red, the other one is blue. Կամ others, ուրիշները։ Some people like coffee, others like tea. I help others. Կամ I help other people. Դե ինչ սիրելիներս, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, ավելին իմանալու համար եւ ներքևում կթողնեմ նաեւ Instagram-ից հողումը, որպեսզի հետևեք ինձ այնտեղ եւս։ Շնորհակալ եմ։